վարչապետի նշանակումից հետո բավական դրական գործեր կատարեց եւ ողջունելի է։ Մայնան հարցը որ չի կարողանում իրան ավարտին հասնել տրանսպորտի երթևեկությունը եւ մեր մարդիկ իրար գլխի նստած են ման գալիս, դա արդեն բացական եմ գնահատում, որտեղ ինչպես լեննականցին է ասում, գնա Երևան 100 դրամ տուր եւ ում կոքին ուզում ես նստի մարշրուտկայում։ Դա անեկդոտ է, բայց ռեալ է։ Ես կցանկանայի, որ այն գործողությունները, որ դրականորեն կատարում է էներգիայի այդպես հղումով, պարոն Կարապետյանը կատարել նաեւ տրանսպորտով։ Եթե մինչև մի քանի ամիս այդ հարցը չլուծեր, դա ուղղակի բունտի կվերածի։ Մեր ժողովուրդը արդեն չեն համբերում։ Քաղաքում բավական մակրության հարցն է լուծում, բավական այդպես գործողություններ է կատարում համարձակ, որոշ տեղերով ինչ որ մի քիչ ցախություններ կան, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի մենք կարգի հրավիրենք։ Դրական եմ գնահատում, ինձ համար որ բավական շատ բան արվում է։ Համատած նախկինների հետ եւ իր աշխատանքից գոհ։ Ես իմ կողմից որպես ծեր մարդ, որպես թոշակառու, ես Կարեն Կարապետյանին գնահատում եմ դրական։ Արգելել է փողոցում առաջին հերթին հիգիենայի պատճառով ճիշտ արել, որ սանիտարական մոտիվ չի թողնում, թույլ չի տալիս, որ փողոցային առևտուրը իրականանա։ Երկրորդը, ես միայն ուրախ կլինեի, որ այդ մարդկանց մեղք են, բոլորն էլ ընտանիք են պահում։ Այդ մինի շուկաները էին ասում, ինչ էին ասում, թող այդ մինի շուկաները պատրաստ էին, այդ մարդկանց տեղավորեին, թող աշխատեին, որ իրանց ընտանիքները պաշտպանեն։ Շուները շատ դրական են, շատ պարզ երևում է, կանաչապատումը, ծաղիկները, շախտի նշանները, բոլորը շատ լավ տեսք է տալի քաղաքին եւ շատ ավելի